Մարդկային հոգեբանությունը հասել է չքավորության այս սահմանին, որ մի կտոր հացով կարան որոշ մարդկանց առնել։ Ողբամ ես այս քաղաքականության վրա, թագի վրա ոնց էլ նստեք, ինչ թագի վրա էլ նստեք, դու նույն ստրուկ ու ծախված խղճուկ արարածներ եք։ Ինչքան կարելի է թքեն, խափեն, ստորացնեն ու մենք նայենք ու ազգովի կոչեն, մեկ բան չենք կարող անենք։ Բան չեք ապրում, որ բան չեք կարող անենք։ Այս սահմանադրությունը, որ ներկայացել է մեր ժողովրդին, որը մեզ հետ ոչ մի կապ չունի, որը մեր էությունը խարխլող, մեր էությունը ոչնչացնող, երկիրը ոչնչացնող, արտաքին ուժերին ենթարկող սահմանադրությունը պետք է դեն նետվի եւ հայ ժողովուրդը պետք է ստեղծի սեփական սահմանադրությունը։ Սասնա աշխարհը հենց այդպիսին է, հայրենիքի համար կռիվ, հայրն ու որդի գնում են միասին։ Մի աննորմալ վերցնում է իր քնձրոտ մեքենան, իմանում է տղերքը սոված են ու ոչ մի կերպ այնտեղ չի կարելի հասնել ու քշում է այդտեղ տապալելով եւ մեքենան, կորցնելով եւ ունեցվածքը, դառնալով եւ բանտարկյալ, բայց դա պետք է հասնի եւ կերակրի այն տղերքին, որոնք հանուն հայրենիքի ոտքի են կանգնել։ Թեթևի կանգնած հայրենագիցների կարիք ունենք։ Տոմսեր արեք ու սկսեք հայրենադարձության կարևորագույն գործընթացը։ Եկեք Հայաստան, եկեք Երևան, հեղեղեք եւ մեր հետ միասին պայքարեք։ Ես հավատում եմ, որ մենք ամեն երեկո ես այստեղ եմ, ես ձեր մեջ եմ, դուք իմ մեջ եք, մենք միասին ենք։